Հիշացնենք մեր ժողովրդին, մեր ազգին, որ միայն չեն կոտորել մեզ, որպեսզի մենք առաջինը չսկսենք։ Հա։ Դա բավականին հիմար մոտեցում, հա։ Կարաք նշեք ընդամենը որ թվականից է թուրքը փոխվել։ Երբ որ ուժեղ ես լինում, ինքը ուզած չուզած սկսում է քեզ հարգել։ Մեկ էլ հիշենք, որ թուրքական դատարանով մահապատժի դատված Էնվեր Փաշայի անվան սահմանային կետնա լինելու մարգարայի դիմաց։ Դե լավ ջանդամ, կանգնացրել են, կզացրել են, ծեծել են, լարել են։ Կարճ ասած, ողջ են մնացել։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Բարի օր։ Այսօր ինչի մասին ենք խոսում։ Այսօր խոսելու ենք Վանի ինքնապաշտպանության մասին, կոնկրետ Վանի քաղաքամեջի ինքնապաշտպանության մասին 1915 թվականին այդ մեկամսյա ինքնապաշտպանության մասին։ Իսկ Այգեստանը առանձին, հա։ Երևի ճիշտ կլինի Այգեստանը առանձին լինի, որտեղ փորձել ենք մի քիչ տարբեր են եղել, ճիշտ է, մոտիկ են եղել, բայց տարբեր ձևի են, ասենք, իրենց գործունեությունը ծավալել, որոշակի տարբերություններ եղել են։ Հա, հիմնական տարբերությունները, որ քաղաքամեջը հենց քաղաքային կռիվ է եղել, իր գլուխը առաջարկում են ոչ թե այս հաղորդումը մի շաբաթ, ասենք, լրանալով գնա, այլ 2-3 կամ 4 օրը մեկ բոլոր դիմադրության, բոլոր չէ, բայց զգալի մասով ընդգրկենք դիմադրության օջախները, ասենք տարբեր, Շապին Կարայիսար, Զեյթուն, Սասուն, Շաթաղ եւ այլն։ Ու ամեն մյուսը, ասենք, լինի 2-3 ու այդտենց այս արտարոց լինի այս բանը ապրիլ ամիսը, որ շուշուտ տանք ինքնապաշտպանության մասին հաղորդումներ։ Հա, որ հիշացնենք մեր ժողովրդին, մեր ազգին, որ միայն չեն կոտորել մեզ, այլ նաև լուսավոր կետեր են։ Հիշացնենք, որ շատ ավելի վատ զինված, անհամեմատ ավելի շատ հարաբերությունով գերազանցող Օսման թուրքերին մենք կարողացել ենք դիմադրենք, մեր նախնիները, մեր հայրենակիցները, մեր հարազատները դիմադրեն, հաճախ հաղթող դուրս գան, դա նաև հնարավորություն կտա, որ ինչքան էլ բացասական համեմատություններ էինք անում Չեխոսլովակիայի հետ կապված, ստեղ գալիս է արդեն կոնկրետ դրական օրինակները մեր անցյալից, ոչ այնքան վաղ անցյալից, որտեղ պատմական առումով 110 տարին այնքան մեծ ժամկետ չի։ Քաղաքամեջի վերաբերյալ ինչ կարելի ասել, ասենք Քաղաքամեջի վերաբերյալ կարելի է մի քանի ամիս ավելի շուտի սկսենք, թե ինչ եղավ, Վանը իրականում միշտ էլ ավելի կազմակերպված է եղել, մնացած քաղաքների կամ մարզերի հետ համեմատ, ու առաջի ինքնապաշտպանական մարտերը չէր 1915-ին, ու նախկին կուսակալը, թուրք հրամանատարը կամ ղեկավարը գիտեր այդ մասին, մարզպետա, քաղաքապետա, ասենց ինչ-որ մի բան։ Հա, ինքը հիշում էր դրա մասին ու ոչ մի կերպ տեղահանումներ չէր անում Վանում, ոչ է գազանություններ էր անում։ Որովհետև հասկանում էր, որ կարա բերի լուրջ խնդիրների։ Հա, ինքը այդտենց է զեկուցում էր պոլիս։ Պատերազմող երկրում դա, ասենք, ձեռնատու չի։ Ու ինչ արեցին երիտուրքերի իշխանությունը, միանգամից փոխեցին այդ մարդուն։ Բերին Էնվերի Աներ ձակին։ Չէ, Փեսային, քրոջ ամուսիններ։ Ջևդեթը քրոջ ամուսիններ։ Հա, Աներ ձակը չէր։ Վանի կառավարիչներից նախկին Թահիրի որդին էր, Թահիր Բեյ, եթե չեմ սխալվում։ Դե լավ ջանդամ։ Դե կարևոր չի, իրան բերել են ինքը տիպիկ մարդակեր։ Մարդակեր էր արդեն Բաշկալայում Ալլահով երթվող Ղորանի վրա երթում տվող խոսքը խախտող, խաղաղություն եմ երթվում, սպաներ էր անում, բայց չէր անում։ Հա, սկզբից իմիջայլոս, երբ որ եկավ դարձավ կուսակալ, հենց առաջի քայլերը աղբերություն, մենք եղբայրներ ենք ու բանակ զորակոչեց երիտասարդների 18-ից կարծեմ 25, հա։ Տարան ամրաշինական աշխատանքների, ինչից արդեն կողի շրջան ծանոթ էին, որ կողքի շրջաններում էլի հավաքում էին նույն անվան տակ, զենք չէին տալի հայերին, հայ երիտասարդներին, հավաքում տանում միտեղ մի բան կարող է կառուցում են, դրանից հետո անպայման գնդակահարվում էին բոլորը։ Վանում էլ
լսել էին դրա մասին արդեն ու ինքնապաշտպանական կազմակերպվել էր արդեն նույն քաղաքամեջում ունեն ինքնապաշտպանական մարմին 7 հոգանոց մարմիններ ու ղեկավարը Հայկ Կոսոյանն էր, որը ուսուցիչ էր։ Այդ անունները գիտես ինչ, կարծում եմ տալ է պետք, որովհետև մեր ազգը պիտի իմանա այն կարգին ворցերին ու առյուծ էքերին, որ ասենք ինքը տվել է, պիտի ճանաչի անվանական, էլի, դրա համար կարծում եմ դու ես նշումները արել ես, հաստատ արժե ասենք նշել, թե ովքեր էին մտնում ռազմական խորհրդի մեջ, թե օրինակ կարդալ ովքեր են մտնում։ Բուշկետի մասին հաստատ արժե խոսալ, որտեղ այդ դեղորայքը, որ իրենք բնակչությունից հավաքել են եւ բուշկետ էին դրել դեղատան հիման վրա, մեծ դեր խաղաց, շատ մեծ դեր խաղաց։ Ոչ միայն բուշկետը, նաեւ դերձակներ ունեն հատուկ, ովքեր կոշկակարներ էին աշխատում, զինագործներ էին հետագայում նույնիսկ աշխատում։ Այդ խորհրդի անուն մասնակիցների անունները մասնակիցներն էին Դավիթ Սարգսյան, Լևոն Գալճյան, Միրան Թորոմանյան, Միհրդատ Միրզախանյան, Հարություն Ներկարարյան ու Սարգիս Շահինյան։ Ղեկավարը, ինչպես արդեն նշեցի, Հայկ Կոսոյանն էր ու կարևոր դեր էր նաև կատարում քաղաքամեջի ինքնապաշտպանական ուժերում, նաև եկեղեցականները։ Խոսքը Եզնիկ Ծայրագույն վարդապետ Ներկարարյանի մասին է եւ Դանիել վարդապետ Զատոյանի, որը նաեւ շատ լավ նշանառու էր։ Շատ լավ էր կրակում ու այդ մեկամսյա պայքարի ժամանակ մի քանի հրետանավոր է խոցել իր կրակով։ Ոնց որ չի որ ինքը արտառոց է ու ես նկատի չունեմ վաղ անցյալում, ասենք Եղիշե, Ղևոնդիերից Չէ, էդի ուզեցի նշեմ, որ հիշենք էլի, որ իրանք մեր մի մասն են, քանի որ շատ է քարկոցվում վերջի շրջանում մեր եկեղեցին, իրանք 20 թվականին էլ են հավասար կռվե գնդերեսները տղաների կողմից, քանի հոգել 4 հոգել զոհվել են, ասենք ունենք եկեղեցականներ զոհված, ոչ թե սպանված։ Տոկոսով որ նայենք, իրանք շատ մեծ զոհեր են տվել, որտեվ այո, որտեվ ոչ մի մասնագիտություն, ասենք, այնել այտենց նեղ ներկայացված, այտենց մեծ տոկոս զոհված չի ունեցել, ոնց որ եկեղեցու սպասավորները բանակում գնդերեցների, ասենք, ծառայությունը։ Ես բանի քաղաքամեջի վերաբերյալ մի հատ հարց համոթս չեմ ամ դու կարող ես հիշես կամ ես կարող չեմ էլ հիշում չէ, այլ տեղյակ չեմ։ Այնտեղ զինանոցներ եղել է, օրինակ բանում Այգեստանում մի քանի զինանոց կար, չէ՞, կառուցած ու մխրճած, ասենք, բանի մեջ։ Դե արդեն 908 թվականից հետո, առաջի ապստամբությունից հետո, տենց ասած, զինանոցներ քաղաքամեջում էր, այնպես պետական կառույցները բոլորը հայկական թաղամասերի մեջ է։ Այգեստանում շատ ավելի շատ է։ Ես փոստի զինանոցներ էլ կար, բայց Այգեստանում շատ ավելի շատ էր, էլի։ Դե Այգեստան вообще պրոբլեմ էր, որտեղ նաև բանը տարբեր դիվանագիտական բաներ կար, հիպատոսարաններ, բան, որ ամեն ինչը թաղամասերով էին ապրում, բլուրների հիմնականում առանձին բլուրների վրա։ Բանում քաղաքամեջում էդի չկար, բայց փաստորեն զինանոց կար, հա, ու քանիսն էին, լավ հիշես։ Մեծ զինանոց 1-2-ն եմ հիշում հիմա։ Ընդհանուր բանում շատ մեծ մի հատ զինանոց կար, որի այրում եղավ նշան, որ թուրքը պարտվեց այս մարտերի մեջ։ Այգեստանում էր, այո։ Փաստորեն այտենց մեծ երրորդ զինանոցն էր այրվել, բայց ինքը ամենամեծն էր ու նույնիսկ քաղաքամեջում առաջի երկուսը այրվելուց սպասեցին երրորդն էլ, որ դա արդեն նշանակում էր վերջ։ Իսկ հիշում ես ոնց սկսած, կարծեմ ապրիլի 6-ին, հա։ Իրականում սկսեց ապրիլի 3-ին եւ երբ որ Ջևդեթը կանչեց բանի Եզնիկ Ծայրագույն վարդապետ Ներկարարյանին, ավելի ճիշտ դրանից առաջ կանչե հանդիպելա ու նամակ էր գրել Արամ Մանուկյանին ու Վռամյանին, Վռամյանը ժամանակ իշխանության մաս էր կազմում, դեպուտատ էր, որը եկել էր Վան ու առաջ էր հայկական շահերներ, էլի պաշտպանում։ Հա, բայց իր երես փոխան լինելը իրան չօգնեց, էլի։ Ինչ տեղի ունեցավ, սկզբում Վռամյանն ու Մանուկյանը, ովքեր Այգեստանում էին կոնկրետ գտնվում, իրանք ամեն ձև փորձում էին մեղմեին, ասում են նույնիսկ Վռամյանի խոսքեր կա, որ ասում էր ավելի լավ է մենք այդ
երիտասարդներին ուղարկենք ու վանից մի քանի 100 հոգի զոհենք, չնայած գիտենք որ զոհվելու են, ավելի լավ է ես զոհվեմ, մյուսը զոհվի, բայց այս մարզը զոհվի, բայց ուրիշ մարզերին ձեռ չտան։ Ինքը չէր ասում, որ արդյունքում չի լինի խաղաղություն, կլինի խաղաղություն։ Ինքը ասում էր մենք զոհվենք, մնացածին չէ, որպեսզի մենք առաջինը չսկսենք։ Հա։ Դա բավականին հիմար մոտեցում, հա։ Ու ինչ տեղի ունեցավ։ Ինչի համար եմ դա ասում, որտեղ նշանակում է, եթե նախ գիտես, որ ասենք մեկ այլի հարցակում լինելու է ու այնտեղ ինչքան հիշում եմ 500 հոգու մասին էր թիվը, 500 երիտասարդ տրամադրել թուրքերին որպես զոհասեղանին դրվող գառնուկներ, այն դեպքում որ դա ընդհանրապես մենք ագրեսոր չենք, ագրեսորը թուրքն է, այդտենց բառեր ասելու հնարավորություն հետո գնալ իտալացի հյուպատոսին բողոքել այդ մասին, այդքան էլ ճիշտ չի։ Բայց վերադառնանք քաղաքամեջին։ Մենակ քաղաքամեջի խնդիրը չէր, չէ՞, այդ վաղ նաև Այգեստանի համատեղ ընդհանուր փորձում էին թուլացնեին եւ մեծ համբավ ունեցող հայերի, քրդերի եւ թուրքերի մեջ իշխանը այդ ժամանակ վանում էր, ինչքան հիշում եմ, իրեն կարողացան կուտ տալ, ասել, որ գնա այնտեղ շրջաններից մեկում Վռամյանը ուղարկեց, ասեց, խնդրեց Ջևդեթը, ասեց թող իշխանը գա, շատ մենակ բանում չէր, վանում չէր, Կողիսար շրջաններում որտեղ հնարավոր էր կոտորած ու ինքնապաշտպանական մարտեր էր որտեղ հնարավոր էր դիմադրում էին ու իշխանին կանչեցին, որպեսզի Վասպուրակյանի շատ աղեին իրան չէ խնդրել որ ինքը իր ընկերների հետ գնաց ու դավադրաբար սպանվեցին, այո։ Դրա մյուս օրը ապրիլի 3-ին են կանչը, ապրիլի 4-ին արդեն Վռամյանին աքսորում են պոլիս։ Ու կանչած են լինում Վռամյանին ու Արամ Մանուկյանին։ Վռամյանը գնում է Արամ Մանուկյանին հասցնում է ուղեգի ասի որ մի արի։ Մի ձև տեղյակ բայի, որ մի արի, ու ինչա տեղի ունենում Կոստանդնուպոլիս գնալու ճանապարհին 500 հոգի էլ հետո մարդ են ուղարկել, թե 50։ Չէ, 500 հոգի ոստիկանը հետը գնացել, ճանապարհին պատահաբար նույն ոստիկանների կողմից, ովքեր պետք է հսկեին իրեն, սպանվում է Վռամյանը։ Երևի այդքան թիվը կարևոր չի թուրք ոստիկանների, ջանդարմաների։ Խնդիրը այն է, որ Իրան պաշտպանողները, ովքեր որ պետք է Իրան ուղեկցեին որպես երեսփոխան մեծ պարլամենտի, մեջլիսի, ուրեմն հենց իրանք էլ իր կյանքի, ասենք, վերջ տվեցին։ Լավ, դա ոնց որ ասած սկիզբն էր, դա գիտակցում էին, որ կարող լիներ, մի քիչ առաջ որ ասեցի, իմ կարծիքով շատ սխալ, ասենք անհեռատես անգամ համաձայն էին երիտասարդներին զոհաբերեին, մենակ դրա պատճառով, որ չասեին թուրքերը, որ դուք եք առաջինը սկսել, այն դեպքում, որ այնա գիտենք, մենք չենք կրակում, թուրք ասում է դուք եք կրակել, այն դեպքում, որ կրակողը ինքն է, то есть իմ խոսքը, քո խոսքի դիմաց դա ոչ մի բան չի փոխում, ասենք, ոչ մի տեղ, ոչ մի ատյանում, մենակ Աստված գիտի, ասենք, իրական պատմությունը այն աշխարհի դատից էլ ոնց որ թե թուրքերը չեն վախենում, ոչ Բաքվի, ոչ այն ժամանակ Ստամբուլի։ 6-ին все-таки սկսեց ռազմական հարձակումը, լայնածավալ թե 7-ին է սկսել ու արդեն Այգեստան ավելի շուտ է սկսել, բայց քաղաքամեջից խոսանք ամսի 7-ին արդեն կրակոցները սա Այգեստանի Իմիջայլոց արժե նաև հաղորդումներից մեկում անդրադառնալ երևի Մուշին, որ դա ընդհանրապես փետրվարից էր ջարդերը սկսել։ Փետրվարի կարծեմ մեջտեղներից ունդեղ նաև դիմադրողական ուղղակի մենք որոշել էինք Վանից դրա համար հիմա Վանն է, բայց հետո մի հատ կնայենք կարող է խրոնոլոգիան չպահենք, որտեղ առաջինը բան եղե ըստ մեր հետաքրքրությունների էլի ոնց որ ասած։ Բայց ըստ միանգամից նշեմ էլի որ նույնիսկ ես չգիտեի, որ ես գիտեի մինչև 21 թիվն է կոտորածները տեղի ունեցել։ Հա, դու նկատի ունես բանը համշենահայերի, մինչև 23 թվական ու ուզենամ նշեմ, որ շատերը ասում են երիտ թուրքերն են կոտորածները արել, չէ, հետո Աթաթուրքն էլ էր նույն ձև կոտորել։ Հա, արդեն մի 3 տարի է ինքն էր իշխանությունը։ Սևրի պայմանագրից հետո, երբ որ ինքը արդեն պայմանավորվեց, որ անգլիացիները ու ֆրանսիացիները դուրս եկան, որտեղից դուրս են գալի, մտնում գազանաբար կամ կոտորում էր, կամ դիմադրում էին իրան, շանս էին ունենում ապրելու, տարբեր տեղեր եղավ։ Մի խոսքով խոսանք,
Զեյթունի հայերին, ասենք, բանը ցեղասպանության, ոնց որ ասած, փրկվածներին, ովքեր որ վերադարձել էին Զեյթուն, ու Լեռնային Կիլիկիա, իրանց արդեն բանը իրանց վրա հարձակվողը քեմալականներն էին։ То есть վաղինակի խոսքից բախումա սենց մի բան, ես մեկ հարց եմ տալի այն հայերին, ովքեր որ լավատեսությամբ թույնավորված են, կեղծ լավատեսությամբ, այն որ ասում են թուրքը փոխվել է, կոմենտների մեջ նման մարդկանց առանց անպատվելու, առանց ոչ մի բանի բնական է, ասենք ես թույլ չեմ տա ինձ իրանց անպատվել, որտեղ իմ հայրենակիցներն են, իմ եղբայրներ եւ քույրերն են, կարաք նշեք ընդամենը որ թվականից է թուրքը փոխվել, որ բեկումնային, ասենք, պահից, լավ, երբ որ կոնստիտուցիան ընդունվեց 1909 թվականին կամ հեղափոխություն 1908, Քեմալը երբ որ եկավ եւ տապալեց, ասենք, սուլթանական բանը կառավարությունը, այդ վաղտա փոխվել, թե երբ որ ՆԱՏՕ-ի անդամ է դառել, կարող է այդ վաղտա փոխվել եւ ինչ որ ինապլանետյաններ էին հույներին եւ հայերին ջարդում Ստամբուլում, բանը Կիպրոսի կոնֆլիկտի հետ կապված եւ ինչ որ ինապլանետյաններ եւ սովետական KGB-ի ագենտներ էին սենց գալիս ու նենգա Բարսունգայիթի ժողովրդին բռնաբարում, արմատուրեքով սպանում եւ այրում, որովհետեւ, ասենք, Սումգայիթից 400 թե 300 կիլոմետր հեռավորության վրա Ստեփանակերտցիք համարձակվել են ինչ որ բան խոսան, թե կարողա փոխվել էին բանը թուրքերեն վաղտ, երբ որ էլի Ստեփանակերտի հետ կապված պաշարված Ստեփանակերտում ինչ որ լկտի հայտարարություն էին հայերը անում եւ Բաքվում ջարդեցին անհասկանալի թվով հայերին 3-ից 6,000 թվեր են ցենց բարձրաձայնում, որտեվ այդքան հազարով արդեն ցեբանա Սումգայիթի փորձը ունենալով, ասենք, թուրքերը գրանցեցին այրված դիակների վրա գրում էին ինֆարկտ, ինսուլտ, երիկամների անբավարարություն, то есть Եփա թուրքը փոխվել։ Կարանք այս մի քանի օր առաջվա բաներն է հիշենք, որ Կոստանդնուպոլսի, հաճն է Ստամբուլի, Կոստանդնուպոլսի քաղաքապետի համար որ ցույցեր են անում, ցուցարարները ում նկարներն են պահում։ Թալյաթի, Էնվերի, իրանց պաշտելին է, իսկ մեկ էլ հիշենք, որ թուրքական դատարանով մահապատժի դատված Էնվեր Փաշայի անվան սահմանային կետնա լինելու մարգարայի դիմաց, էդ էլ հիշենք էլ է, եփա փոխվել թուրքը, կոմենտների մեջ գրեք, ես փորձեմ մարսեմ այդ ինֆորմացիան, բայց ասեմ թուրքը միշտ ուժը հարգել է, դե այսինքն երբ որ ուժեղ ես լինում, ինքը ուզած չուզած սկսում է քեզ հարգել, բանը նույն Վանի ժողովրդին գիտես ոնց էին թուրքերը հարգում սիրում, խնդրում էին, ասում էին, բանը եկեք մենք ախպերել ենք, ասեցի նախկին կուսակալը Կոստանդնուպոլիս Էնվերին կամ Թալյաթին գրել էր չեմ կարա, ասում էին հեսա Ջևդետը հելնելու է ռադլնի, սլնի, ասենք, բանը, բայց մենք ապրելու ենք, եկեք ախպեր լինենք, ախպեր արիշ բերիշներ կա, իրար հետ ձուկ ուտել կա, բան կա, տարեխը Վանա լճի։ Լավ, բանը, ամսի 7-ին ասում ես լայնածավալ հարձակում եղավ, ու մեր հայրենակիցները գիտակցելով դրա մասին նախորոք արդեն պատրաստվել էին, թվեր ասեմ, քաղաքամեջում 400 տուն հայկական տուն կար ու ընդհանուր 2500 հոգի հայ։ Զենքերը ինչ զենքեր ունեին, 90 մաուզեր, ամեն մեկի հետ 200 փամփուշտ, 101 հրացան, ամեն մեկի հետ 150 փամփուշտ ու որսորդական։ Երևի մաուզեր հրացանի հետ չես, որտեվ հրացանասիր, այլ մաուզեր ատրճանակների հետ։ Ու որսորդական հրացան ատրճանակ մոտավոր մի 120 հատ, հիմնականում Կողի գյուղերից եկած գյուղացիներինն էր դա։ Ընդհանուր քանակով ունեին մոտ 80000 փամփուշտ ու ընթացքում է 12000 փամփուշտ պատրաստեցին զինագործները այդ մեկ ամսվա ընթացքում պատրաստեցին ինչից այն կրակոցներից որ գալիս ասենք ասկոլկեքը սնարյադների ընթացքում օգտագործեցին որի ռումբերի մի մասը չէր պայթում անգամ է թնդանոց չէ մորտիրները այն որ հաուբեցից առաջ ասենք որ օգտագործվում էին ամրությունների վրա վերևից կախելու համար մինամյոտի նախապապին էլի
իրանց ուրեմն երեխեքը 12-15 տարեկան երեխեքը այդ երբ որ գալիս են գնում էր ռիսկի էին դիմում այդում ֆիցիլը ձեռով հանում հանգցնում էին ու այդ բաները սնարյադները տանում էին զինագործներին որ մեջից պայթուցի կհանեն բացի դրանից դիրքերում իսկ դիրքեր դարձել էին տները այսինքն տները սարքել էին փակ կրակակետեր գմբեթներ յուրաքանչյուր տուն ուրեմն հասկանանք որ նաև փակ կրակակետ կարա ծառայի ուզում ես ասես մի րոպե դու ուզում ես ասես որ Պարզվում է տները կարելի է կրակակետ դարձնել։ Հա, ես օրինակ 20 թվականին նույնիսկ ինվաշտի տղաների մեջ եմ նկատել, որ տունը չէին անում։ Հադրութը եւ Շուշին պաշտպանող մեր հայրենակիցները կորսի չէին արել։ Մեր մեջ տունը հարգանք է, էլի, ոնց որ սուրբ տեղը ու չի կարելի ձեռ տալ տարբերակն է։ Թող մնա թուրքին։ Ես իմ տղաների մեջ տեսել եմ, իմ մեջ եմ տեսել նույնիսկ 20 թվականին։ Էդ էր պատճառը, թե ուղղակի կար վախ, որ ամենամեծ պրոֆեսիոնալիզմ արհեստավարժությունը պահանջող տակտիկական ռազմական գործողությունը ամենաբարդ եւ քաղաքային մարտերն է եւ մերոնք ուղղակի նաեւ դու ասենք ամանչում եք ամոթով մնայք դրա համար գերադասում են իրանք էլ ասենք եւ բարձվում է դու էլ Ես իմ համար ասեմ ես ուղղակի մտածում եմ որ մենք չենք հանձնելու դա ու գալու են մարդիկ իրենց տներում ապրեն կարիք չի եղել մենք իսկ հիշում ես որ ես տներով անցնում եի ասենք կրակակետեր էի ընտրում գումարտակի տարածքում որովհետեւ առաջի ռուբեժը եթե մենք այդ տների դեմը 50-100 մետր հեռավորության վրա որ դիրքերը բաց դաշտում ու այգիներում փորել էինք այդ պաշտպանելը գրեթե անհնար էր եւ մենք պիտի հետ քաշվեինք ու տներից պաշտպանվեինք ապխոդի ճանապարհներն էլ արած էր այո լավ երևի վերադառնանք Վանի քաղաքամեջի ինքնապաշտպանությանը ու ասեմ որ սկզբնական որոշված էր արդեն այդ ինքնապաշտպանության շտաբի կողմից այդպես ասեմ որ հենց իրանք չեն սկսում, հայերը չեն սկսում, բայց հենց առաջի կրակոցը եղավ թուրքերի կողմից։ Մոտակա հայերի տների մեջ մխրճված թուրքական զինանոց լինի դա պետական շենքերն ու հիմնարկներն այրում են փոստներ դա օտոման բանկ օտոմանիներ հերագրատուններ մի խոսքով տարբերություն չկա դրանց վրա արձակվում եւ հրկիզում են արձակվում ու հրկիզում են ու հենց ապրիլի 7-ին երկրորդ բաժանված էր հա քաղաքամեջը բաժանված էր 4 շրջանի ինչքան հիշում եմ 4 պաշտպանական շրջանի ուժգին հարձակում չեղավ այլ կար լկտի պահված քուրդ եւ չեթեն չերկեսների բանը որոնք Կովկասից էին եկել այդ բանը քաղաքամեջի ուրեմն մեր հայրենակիցներից մեկի տանը ու եւ այդ իրանց լկտի պահվածքը բերեց ընդ բախումների եւ կրակոցները կարծեմ առաջինը իրանք արեցին հա Չէ, սկսում է քաղաքամեջի Բերթից, Բերթ կար, որը հսկում էր հենց քաղաքամեջի գլխին էր կայնած։ Թնդանոթների մի մասը տարան կայնացրեցին։ Աշխատում էին Այգեստանի ուղղությամբ։ Այո։ Այգեստանի ուղղությամբ աշխատում էին ու այդ հենց կրակոցները քաղաքամեջից սկսեց, այսինքն Բերթից սկսեց դեպի Այգեստան։ Այդ ընթացքում չերկեսները մտնում էին քաղաքամեջի արևմտյան մասից, փորձ կատարեցին ներխուժել քաղաքամեջ։ Եթե չեմ սխալվում, հայկական 4 փողոց էր, որոնց այո 4 փողոց որոնք բարիկադներ արված չէին, բայց ասենք տների այնց կառուցվածք էր ընտրված, որ խաչաձև կրակով տները կարողանան մեկը մյուսին պահեն 23 ամրացված կրակակետ կար ու ընդհանուր 310 մարտիկ մնացածը ով չէր կարողանում կռվել կամ զենք չուներ որ կռվել ամրաշինական վաշտերում էին աշխատանքներով էին զբաղված աղջիկները բուժկետներում էին նախորոք դեղորայքսը բոլոր ամբողջովին հավաքվել էր բայց չունեին հոսպիտալ կոչվածը իրանք բուժկետ չունեին դարձրեցին դեղատունը արժե շեշտել նաև մի բան որ ի տարբերություն Այգեստանի քաղաքամեջը վարձով աշխատանքներ կատարող փաստորեն բանվորական թաղամասեր այգիներ չունեին գրեթե եւ սննդի պաշարները չկային ուղակի ոչ թե քիչ էին այլ չկային այս մարդկանց տները եւ հենց առաջի օրերից նաեւ բացի այդ
բանվորների համար շինարարություն անողների այդ թնդանոթներից շենքերը բլում էին եւ այլն եւ պետք էր վերականգնել պատերը, պաշտպանական կառույցները մշտապես կրակի տակ վերականգնում էին համ իրենց համար, համ պատերազմողների համար, համ բանվորական, ասենք այդ ընտանիքների համար էր սնունդ պետ հայտատել եւ նաեւ ինչքան հիշում եմ մի քանի 100 կողքի գյուղերից եւ տարածքներից նաեւ գաղթականներ կային փաստորեն ծայրահեղ վատ վիճակում էր ասենք այդ առումով սնունդի տեսակետից պաշտպանների քանակի տեսակետից ծայրահեղ վատ վիճակում դրա համար որոշել են հենց առաջի կրակոցը լինում է կամ առաջի հարձակումը լինում է որոշ կարևոր շենքեր գրավեն ու երկրորդ պաշտպանական շրջանի առաջնորդ Յարոն ինքը այդ առումով առաջատար էր առաջինը գրավեց զինվորական պիտույքների հայթայթիչ մարմնի շենքը ու դրա շնորհիվ պատրոնների քանակը ավելացավ զենքերի քանակը համարյա կրկնապատկվեց ու երբ ինչ լինում էր Յարոյի կողմն էր կոպիտ ասած Յարոյի պաշտպանական շրջանում էր դրանից հետո սննդի պահեստ այրեցին ոստիկանության շենքը այրեցին մի խոսքով թուրքերն էլ նենց չի օր ու արև էին տալիս չէ դե բանը թուրքերի կորուստները առաջի օրը մոտավոր 70 հոգի կորուստ են ունեցել դեպքում երբ որ հայերից 4 հոգի վիրավոր 4 հոգի վիրավոր իսկ թուրքերը եւ իրենց որոշ տեղը մտած քրդերը եւ որոշ տեղը մտած չերկեսները տասնյակ 70 հա էդի մեր հայտարարած թվերն է կարող է օֆիցիալ իրական թվերի հետ չբռնի բայց համենայն դեպս օֆիցիալից թվում է իրաց քանակը չգիտեն տասնյակ սպանված են եղել ասենք այդ մարտակերները մենք ոչ մի զոհված չենք տվել նույնը կարելի ասել եղավ երկրորդ օրը չէ ասենք հարձակվողները մեծ կորուստներ, մեր մոտ գրեթե կորուստ չկա կամ զոհվում է 1, 2, 3 Կարելի է նշել հայտնի Մարությանի տուն դիրքը, որի շատ ուժեղ մարտեր է տեղի ունեցել, դիրքի համ գրավել են, հետո հետ են գրավել, բոյ են մտել, պրիտոմ թվերը թուրքերի ասենք մենակ բանի պաշարած քաղաքամեջի սկզբից 4000-ի մասին էր ինչքան հիշում եմ խոսքը դե կանոնավոր բանակը 2000 էր մնացածը իրանց այդ չերկեսներով քրդերով ժանդարմայով 4000 հոգի իսկ հետո հասնում է 10000-ի իրանց դեմ ընդհանրապես ասենք շինարարներով եւ կրվողներով sense իրար մի կերպ 500 հոգի մարտակայնում շինարարների հետ միասին հələ եթե գումարենք այն երեխեքին որ ասենք բանը կրակած բանը գյուլեկա հավաքում էին կամ ասենք կրակած մարտիրայի այդ բանը չդեռ չպայթած ռումբիա այդում բանը ֆիտիլները հանում էին այ իրանց սաղին կպցնես 500 ակայնում то есть ընես չի էլի որ դժվար է թուրքի դեմ կռվել նույնիսկ այս պայմաններում հնարավոր է կռվել, հնարավոր է թույլ չտալ, որ թուրքերի երազանքները կատարվեն, իրենց վայրի ինստինկտները իրենք իրականացնելու հնարավորություն ունեն։ Այսինքն ինչպես 20 թվականին, նաև 100 տարի առաջ էլ թուրքերը չէին փայլում իրենց ուղեղով հրետանավորների հարցում, ու իրենց շատ էին օգնում գերմանացիները։ Այո։ Իրանք ոչ թե ամսի 10-ը չեն կա, չգիտեն դիրքերը որտեղ է, դիպուկ չեն կարող։ Գիտեմ, ընդ սպա թուրք օֆիցեր չի եղել արտիլերիստ։ Եղել են իրենց սպասարկող թոփչիներ, թնդանոթ կրակող, ասենք թուրքեր։ Սպաները եղել են գերմանացիներ, որոնք որ սկզբի համար այդ բանը չեն էլ մասնակցել սկզբից։ Իրանք սովորացրել են եւ մինչեւ ամսի 10-ը համարյա դիպուկ կրակոց չեն ունեցել, բայց ամսի 10-ից տակտիկա մշակեցին, որովհետեւ սպաներին թուրքերը երևի խնդրեցին կամ համոզեցին ու արդեն գերմանական սպաները այդ պաշարման ընթացքում հրետակոծման process-ին սկսեցին ակտիվ մասնակցել եւ հատ ասենք այդ պաշտպանական տները բլում էին բայց չէին դադարում, ասենք կրակակեց։ Կարելի է նշել ինչ տակտիկայով էին աշխատում, իրենց դրոշակներն էին բարձրացնում այնտեղ որտեղ պետք է կրակոցներ լինել, բայց հայերը դա շուտ նկատեցին ու երեխաների մեջ արդեն խաղ էր բացվել, դրոշակները գողանալը։
ու շատ վատ կրակի տակով նույնիսկ գնում հանում էին դրոշակները, որից հետո ու սկսում էին արդեն նշանառու կրակով վերացնել թնդանոթի հրետանավորներին։ Այո, այդ հրետանավորները այսօրվա հրետանին չէ՞ էլի, այն վաղտվա թնդանոթները կրակում էին, ասենք, մի քանի կիլոմետր եւ նշանառու կրակը, որպեսզի ասենք ոչ այնքան գրագետ թոփչին, то есть թնդանոթ կրակողը կարանա աշխատացնի, ինքը պետք է sense ծակից նայեր, տենար մոտորապես ուրդ է այդում, իսկ դա արդեն այն տարածություններն է, այդ прямой выстрелի բան, որտեղ կարաս Մոսինով կամ Մաուզեր կարաբինով մի քիչ շատ տանջվելով, ասենք, նշանառու կրական ես, ասենք կիլոմետր հեռավորության վրա, իսկ ամրոցից դեպի քաղաքամեջ դե ինչքան հիշում եմ 800 մետր իրականում շատ կրակում էին նույնիսկ բանը հայկավանքի գերեզմանատնից շատ էին պահում ու առաջինը ոնց որ հենց սպանվել են այդտեղի հրետանավորները ու կուզենամ նաև նշել մոտիկ է բացի այդ վարդապետից ով որ քաղաքամեջում էր նշանառու կրակ վարում Հայգեստանում աշկեր ընկնում այդ դիպուկ կրակոցով Թերլեմեզյանը հա դե խոսանք մեծ նկարիչ սնայպեր Թերլեմեզյանի մասին առանց հեգնանքել ասենք ոչ մեկ այդ ինքնապաշտպանական մարտերի մասնակցող մարտիկներից ոչ մեկ զինվորական չէր այո ընդհանրապես զինվորական չկար իրանց մեջ նույնիսկ բալկանյան պատերազմին որ ասենք մենք խափնվելով նետվեցինք թուրքիական բանակի կազմում կռվելու ճիշտ է մարտիկ կային ովքեր որ բոլղարական բանակում էին թուրքերի դեմ էին կռվում ասենք Գարեգին Նժդեն Անդրանիկ Օզանյան բայց մեծ թվով մեր հայրենակիցներ նետվեցին թուրքական բանակի կազմը համալրելու պատերազմելու այդ մարտական փորձ մեր սպա չկար կամ թեկուս սերժանտ չաուշ կամ ասենք շարքային չկար ուղակի չկար եւ ամբողջ ասենք Վան քաղաքի պաշտպանությունը երկու կտորով որ տեղի ունեցել քաղաքացիականներն են արել 10-ի կողմերը երբ որ թնդանոթները բերեցին 10-ի կողմերը բերեցին թե մի քիչ ավելի ուշ կռուպի թնդանոթները ոչ թե մարցիրաները որ մի երկու օրից բերին Չէ, գրուպի բանը արդեն երևի մի քիչ ավելի ուշ, հա, տենց 10 քանիսին։ Ամսի 20, նու մինչև ամսի 20-ը մի ձև թուրքերը կարում էին առաջ գնային կամ էլի հավասար մարտեր էր գնում, ամսի 20 քաղաքային մարտեր էր գնում, որին չէին կար։ Բայց օրեկան մոտ 250-ից 300 պայթուն լինում էր քաղաքամեջում։ Այո։ Այո։ Դե շատ մեծ թիվ է, էլի։ Ու հարաբես կարծեմ քաղաքամեջի վրա 4000 արկ էին բաց թողել։ Բայց այդ հերարտ բանը թնդանոթներն է որ բերեցին շատ մեծ օգուտ չէին տալիս։ Վնաս նկատում ես։ Շատ թուրքերին օգուտ, էլի։ Այո։ Շատ մեծ վնաս չէին կարում տային, որտեվ հա վերևի հարկերը ջարդում էին, բայց ավելի լավ կրակակետ էր դառնում։ Հա, ինչա, հա, երբ որ այդ ծանր բանը թնդանոթները բերեցին, ուղղակի հրաման տրվեց, որ ցերեկները բնակիչները մնան նկուղներում։ Այո, այո։ Մինչև այդ բնակիչները կորուստներ ունեցան, շատացան, հետո պակասեց։ Ամսի 21 մինչև ամսի 21-ը լավ մարտեր էր գնում, ինչ արեց Ջևդեթ Բեյը, բանակցող ինչքան բանակցող երկու հայկին ուղարկեց, 2-3 Հա, երկու հայկին ուղարկեց, նրանք եկան բանակցող որն է, պլեն էին, հա, իրանց մոտ պատանտ էին պահում, ասենք, դե թուրքերը սիրում են, չէ, տերորիստական, ասենք, մեթոդներ է պետական վարության բանի մեջ եւ պատանտ պահելը իրանց մոտ սիրված պրակտիկա է, հենա Բաքվում նայեք, հիմա ասենք, էլի պատանտներ ունենք Այդ պատանտ պահված երկուքին թե 3 վերջը երկուքին հա եկան նամակը հասցրեցին որտեղ նշված էր որ ռուսները պարտվում են հեսա ստեյցել ենք բերելու զորքեր ձեզ կկոտորենք ինչ արել եք վերջացնենք զենքերը հանձնեք ներում կտանք բոլորի նամակ անձամբ ես կուղարկեմ իմ աներձակին Մի խոսքով, երբ որ կարդացին այդ շտաբի մարդիկ, տեսան, որ շատ վատ է գրված ու հասկացան, որ իրականությանը չի համապատասխանում, այսինքն ռուսական ճիշտ է, քաղաքամեջը կտրված էր,
չգիտեր ինչա կատարվում մնա, նույնիսկ Այգեստանից տեղեկություն չունեն։ Բայց կարծեմ կանանցից մեկը ինչ որ բան էր լսել, որ ռուսները մոտենում են արդեն բաշկալ են ասեցին ու դրանից հետո երկու գիշերում 1-3 հրադադար լինելուց հետո հայերը պատասխան նամակն են ուղարկում Ջևդեթին, իրենց պայմաններն են դնում, որը Ջևդեթը իհարկե չի ընդունում, պայմաններից մեկը, որ Եզնիկ վարդապետը Ներկայարյանը գնա Այգեստան, տեղեկանա ոնց է, բայց մարդկանց եւ եթե այնտեղ խաղաղության խոսքը քարոզի չհամաձայնվեց Ջևդեթը, որովհետեւ այնտեղ ասված էր, որ գնանք իշխանի հետ բան անենք, իսկ իշխանի գլուխը արդեն կերել էին, նաեւ պատճառներից մեկը այդ էր, որ պնդում կար, որ իշխանի հետ, որտեղ ենթադրում էին, որ իշխանը ձերբակալված է, իսկ իշխանը ձերբակալված չէր։ Բայց թուրքերի մոտ համոզմունք կար այդ բանակցությունը եւ որ այսա հանձնվելու են, նույնիսկ իրենց մոտ գերության մեջ գտնվող հայերից մեկը ասում էր, որ ցնծության մեջ էին ամսի 22-ին։ Բանը Նավաստին, չէ՞։ Նավաստին, հա։ Ու ինչ տեղի ունեցավ 23-ի, երբ որ 22-ի երեկոյան արդեն բարձր չէ, պատանդությունն է։ Դա աշխատացնում էին մարդում։ Ամսի 23-ին ոնց որ են տրակտորիստին, որին պատանդ պահեցին 22 թվականին աշխատացրեցին, հետո դիակը վերադարձրեցին։ Ես անձամբ տեսել եմ ոնց այդ տրակտորը աշխատում։ Ես էլ։ Ու ամսի 23-ին ավելի մեծ թափով չերկեսների այդ հրոսակախումբերը փորձեցին քաղաքամեջ ներխուժեն, բայց սպանվեց իրենց Փոլադ Բեյը, ով որ հենց իշխանին էր գլխատել, որը շատ հայտնի, ասենք մերզավեց էր ու իր արժանի տեղը զբաղացրեց դժոխքում։ Լավ, քաղաքամեջ պատերազմում էր, կռվում էր, սովում էր, դեղորայքը չէր հերիքում, բայց փամփուշտը քիչ թե շատ խնայելով կարողանում էին կրակին մասնակցեին։ Ինչքան հիշում եմ, հակագրողներ կար կազմակերպված, չէ, իրանց կողմից։ Իրանց կողմից եղել է, որ թուրքական թաղամաս են, ասենք, գրոհել, նույնիսկ եղել է, որ խորամանկության են դիմել կանաչ շորերով, հայկական գյուղերից մեկի Թիմուրցի կանաչ շորերով, մի քանի հոգի կարացել են ներխուժեն Տեր Պողոսյանների արդեն կրակակետ տունը, որը արդեն այլված էր։ Թուրքերի մասին է խոսքը, հայ կանաչ շորերով կարողանում են ներխուժել կրակակետերից մեկը։ Դրանից առաջ էլի կին երեխաներ են ուղարկում, ասենք, որոնք որ ողջ էին մնացել, թուրքերը իրենց պատանդ էին պահում, ուղարկել էին, որ ուտելիքը ավելի պակասի։ Ինադու տես բանը շատ են արել, բայց էդ էլ չի ստացվում, երբ որ դիրքավորվում են, սպասում են, որ գիշերը գա ու մտնեն իրենց սև գործը անեն, հայ երիտասարդներից մեկը Միքայել անունով, եթե չեմ սխալվում, կարողանում է թուրքերից 4 հոգու այն աշխարհ ուղարկել, իսկ մնացածը արդեն վախից փախնում են ու ճանապարհին են խոցվում։ Ու արդեն մայիսի սպեցօպերացիան չստացվեց։ Իսկ մեր հակագրողները մեր հակագրողներից Այգեստանում էր ավելի սիրուն հակագրողներ լինում։ Ես հասկանում եմ, Այգեստանում ավել բնակչություն կար, Այգեստանում ավել սնունդ կար, ավել զենք կար։ Բայց այստեղ էլ ասենք, հա, որ տների տակով փորելով գնում էին։ Այո, ես էդ էի ուզում ասեի։ Ուրեմն քանի որ իրանք Բայց դա իրանց մտքով էլ է անցել, դեպք է եղել, երբ որ մենք այնց է ստացվել նույն տեղն են փորելով գնացել, ոնց որ թուրքականը ձինա ու հանդիպել են, մերոնք կարացել են կոտորեն ու գնան պայթեցնեն, բայց Այգեստանում է այդ դեպքը ավելի, տենց դեպքը ավելի լավ է եղել, երբ որ զինանոցներից մեկը Դե Այգեստանի մասին էլ առանձին խոսանք։ Ինչի համար եմ ասում քաղաքամեջի հակագրող օպերացիաների մասին արժե խոսալ, թեկուզ թրուցիկ ասենք նշելով, իրանք շատ ավելի քիչ զենք ունեին, շատ ավելի քիչ կռվողներ եւ շինարարներ, շատ ավելի քիչ զենք, սնունդ ու այդ ամեն, ասենք, դեպքում գիտակցում էին, որ հակագրոհը պետք անել, պիտի հակագրոհես այս դիրքը, որը թուրքը վեկալել է, հետ վեկալես կամ այս դիրքը թուրքերի ոչնչացնես, ակտիվ պաշտպանության մասին է խոսքը։ Ու կարելի է նաև նշել, որ երբ որ առաջնագիծը մի քանի տեղ ճեղքվել էր, իրենք շրջան են կառուցել, հետո արդեն նկատեցին, որ կարելի է երկրորդ գիծ սարքել պաշտպանական։ Այսինքն, երբ որ նահանջում են էշելոնացված, հետո ինչ արեցին, տների տակը
փորեցին ու արդեն կապ կար տակով, որ չընկնեն գյուլ։ Այո, նկուղներից նկուղ, ասենք։ Նկուղներից նկուղ կապ կար, որը տուն կրակակետերը բոլորը ոնց որ շրջանաձև կապել էր իրար։ Իսկ լավ, արդեն երևի սկսենք ավարտելը, ասենք որ մայիսի 1-2-ից արդեն նկատվում էր թուրք բնակիչների փախուստ, քաղաքամեջի բնակչությունը տեսնում էր։ Սկզբից մերոնց թված, որ իրենց մոլորեցնելու համար է դա արվում։ Չէին հավատում, էլի զգոնությունը չէին թույլատնում, իսկ այնուհետև թուրքերի ուժերը այն դեպքում, որ արդեն քաղաքամեջը շրջապատող օրինական զորքերը արդեն մոտորապես 6000 էին կարծեմ դարը, թե 5000 պլյուսով եւ ավազակները, ասենք այդ տարբեր ազգությունների թուրքերի որոշ տեղը մտնող իրենք եռապատկել էին իրանց թվերը, ու միջև նույնիսկ երբ որ թուրք բնակիչները փախնում էին ուրիշ շրջաններից, այսինքն իրենց քաղաքամեջի մարտիկների աչքի դեմով էին անցնում։ Կռիվները չէին դադարում։ Թուրքերը նույն ավելի ակտիվ էին փորձում գրավել, ակտիվ են դեպքում, որ ասենք շատ անհասկանալի էր դա տեղի մարդկանց համար։ Շատերին մերոնց, մեր հայրենակիցներին թվում էր, որ դա ծուղակ են պատրաստում ինչ-որ ձևով, բայց հետո արդեն զգացին, որ թուլացավ, ոնց որ ասած, պրեսես մի կողմից, թուլացավ այն կողմից։ Հետո նկատեցին, որ Այգեստանում այրվում արդեն հակայանների զորանոցը վարվում։ Հետո մյուս օրը Թոփրակ Կալայի զորանոցը սկսեց պահականոցը սկսեց բան ասեցին, այն մեծ զորանոցը, որ Հաջի Բեքիրի զորանոցը, որը շատ մեծ էր ու այնտեղ, ասենք, մի 1000 զինվորի տեղակայման տեղ էր։ Երբ որ տեսնենք, որ դա այդ դեպքում կհամարենք, որ թուրքերը հեռացել են, այն դեպքում, որ իհարկե հետախույզներին արդեն ուղարկել էին թուրքերի գնում են, բայց այդ երրորդ օրը Հաջի Բեքիրի զորանոցը սկսեց այրվել ու հրաման տրվեց անցնեն հետախույզները արդեն զեկուցել են, որ տարբեր թուրքական դիրքեր դատարկվել է, հրաման տրվեց զբաղեցնել այդ դիրքերը, այրել ընդհանուր հարձակման եւ ասենք պրոֆիլակտիկ այդ որոշ թուրքերի զբաղացրած դիրքերը գրավել, ոչնչացնել։ Ամսի մայիսի 7-ին արդեն Դրոյի կամավորական գունդը առաջինը մտավ քաղաքամեջ, հետո դրանից հետո Քերու գունդը եկավ։ Այդքանով երևի ավարտենք, որտեվ բայց մեր ամփոփիչ խոսքը կարճ երևի արժե ասել 90 թվականներին մեր դեմ կռվում էին սովետական ոստիկանները, մասամբ հայկական միլիցիան, ամբողջությամբ թուրքերի Բաքվի ոստիկանները, միլիցիան, սովետական բանակը, ազգային անվտանգություն չկար, KGB-ն ընդհանուր, հայկական KGB-ն մասամբ, ամբողջությամբ թուրքական KGB-ն, ամբողջությամբ սովետականը, կարճ ասած, սարսափելի վիճակ, 10,000-անոց թուրքական օմոն թույլ տված կազմել Մոսկվայից, մենք 88 թվականին, մենք ինքնաշեն եւ որսորդական զենքերով, եւ մենք կարողացանք բեկում մտցնենք այդ պայքարի մեջ, ով ասում, որ հիմա ունենալով տասնյակ, ասենք, եւ հարյուրավոր տարբեր զենքի տեսակներից, այդ զենքի պալիտրան ամբողջությամբ կարելի ասել ունենալով էլ զրահատեխնիկա, էլ տանկեր, էլ հակաօդային համակարգ, քիչ է թուրքերից, բայց ասենք 0-ի հետ համեմատ թուրքի 10 կալաշնիկովը մի հատ որսորդական հետ համեմատ, դա նույն բանն է, ոնց որ հիմա մենք ունենանք 10 հատ տանկ, իսկ իրանք ունենան տիեզերանա, որը բլեյզերով է կրակում, բայց մեկը կարողացան կայնացնենք, ու այդ ամեն ինչ եղել է նաև 110 տարի առաջ, կանգնացրել են, կզացրել են, ծեծել են, լարել են, կարճ ասած, ողջ են մնացել, որովհետև ծեծելով, պայքարելով հակառակորդին այդ մարդակերներին, ովքեր որ գալիս են երեխու արուն խմելու, իրանց ոչնչացնելով, դու ազատում ես քո ընտանիքը այն փորձություններից, որ իր համար պլանավորել է թուրքական մարդակեր ղեկավարությունը։ Հիշեցնենք, որ մենք խաղաղության ենք պատրաստվում իրականում։ Իդեպ, ասեմ ձեզ մի բան,
թուրքը չլինի, Նոր Զելանդացին լինի, թող ինձ այդ անգլախոս ժողովուրդների կամ մաորիները, որ ընդ ապրում են, իրանք էլ լինեն, իրանք էլ իմ հակառակորդներն են լինելու, եթե ես թույլ չեմ տալի իրանց ներս մտնելու, իսկ իրանք ներս են մտնում։ Իսկ ով առանց Հայաստանի Հանրապետության թույլտվության, առանց հայ ժողովրդի թույլտվության, ստե զենքով մտնում է, ոտը պետք է կդրվի, կրծելով թեկուզ, եթե զենք չունես, կամ եղունքով սենց քերելով քիչ-քիչ։ Մի խոսքով պատրաստվենք խաղաղության, միասին, պարապենք, օգնենք իրար, ներողամիտ լինենք իրար հանդեպ, որտեղ չմոռանանք, որ բոլորս եղբայրներ ու քույրեր ենք։ Այսքանով երևի վերջ։ Այսքանով վերջ, մյուսը էլի ինքնապաշտպանության մասին 2-ից 4 օրվա մեջ, այդ sense մի հատ տեմպ տանք ապրիլյան բան այդ ողբի բանի մեջ երաշտության մեջ կուզենամ ասեմ, որ ապրիլի 24-ին ՈՄԱ-ի ֆիլիալն մասնաճյուղերի մեջ լինելու է կրակային մրցույթ։ Այո, ապրիլի 24-ին։ Որը էլի կլուսաբանվի։ Որտեղ Մարտունիում է լինելու։ Այո, որ էլի կլուսաբանենք ապրիլի 24-ին կրակային բանն է լինելու, մրցում է լինելու, որի պրիզավոյ ֆոնդը հələ չենք կազմել, դե պետք է ճարենք։ Վերջնական չի, չենք կազմել, վերջնական չի։ Մինչև ձեզ հաջողություն մաղթելը, կուզենամ հիշեցնել, որ կարող եք աջակցել դեպքին Patreon-ով, որպեսզի մեր հաղորդումները շարունակական լինեն, դիտումները շատ լինի, լայքեք, կոմենտեք ու գրանցվեք դեպքի էջին եւ ՈՄԱ-ի էջին։ Շնորհակալություն, հաջողություն, լավ եղեք։ Տեսություն։